Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, առաքելությամբ կինը հաղորդման այսօրվա մեր գեղեցկուի հյուրը Սոնա Շալկերձյանն է եւ ես միանգամից ուզում եմ բացահայտեք նրա կին տեսակը եւ ինչպիսի մայր է նա։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք ինձ։ Փոխադարձ սիրով եմ եկել ձեր հաղորդմանը։ Ես միանգամից ուզում եմ ձեզ առաջին հարցը տալ, որը այսպիսին է. ինչպես սկսվեց ձեր երաժշտական ճանապարհը, որոնք են ձեր վաղ երազանքները այդ ասպարեզում։ Ասեմ, որ դեռ մանկուց վաղուց եմ երգել, 6 տարեկան էի, մայրս միշտ իմ կողքին եղել, իմ ընտանիքի անդամները, միշտ բազմիցս ասել եմ, որ նրանք չլինեն, միգուցե ես այսքան ամեն ինչի չէի հասնի այս բարձունքների, իմ աշխատասիրության բնականաբար եւ շնորհակալ եմ նրանց, ասեմ, որ միշտ ուղեկցել են ինձ, իմ կողքին են եղել, սկսել եմ իմ քայլերը Արևիկում, իմ սիրելի, որտեղ որ առաջ անգամ բեմ եմ բարձրացել, երգել եմ, փոքրիկ երեխա էի ու հիշում եմ անգամ, որ երգն եմ երգել իմ լավ շանիկ, իմ սիրունիկ, այդ հիասքանչ մանկական եւ այնտեղ սովորելուց հետո արդեն փորձել եմ իմ կարիերան այլ ասպարեզում, դորեմի, ինչպես ինքներդ գիտեք, իմ սիրելի Նաջեզա Սարգսյանի մոտ, որտեղ շատ բաներ եմ սովորել նրանից եւ իմ ճանապարհը շատ հարթ չի անցել, դժվարություններով լի է անցել, ես կարողացել եմ որպես ուժեղ մարդ հաղթահարել, բնականաբար այն ժամանակ փոքր երեխայի շատ բաներ չէի հասկանում, հիմա շատ բաներ բնականաբար հասկանում եմ եւ իմ ընտանիքի անդամներն են ինձ ուժ տվել, ես իմ աշխատասիրությամբ, իմ ուժեղ տեսակով միշտ առաջ եմ գնացել ու պայքարել եմ եւ կարեւորը որ մենակ եմ հասել այդ ամենին։ Ես ապարտանում եմ եւ այնուհետեւ դորեմի մասնակցելուց հետո մի շարք մրցույթների եմ մասնակցել արտերկրում, այստեղ միշտ պատվով եմ ներկայացել, միշտ պատվով բարձրացրել եմ իմ եռագույն դրոշը իմ Հայաստանի համար, իմ հայրենիքի համար, իմ հայ զինվորի համար, որի համար ուրախ եմ հպարտեմ, իմ քայլերը եղել են շատ բուռն, մեծ ճանապարհ եմ կարող եմ ասել, անցել, չեմ ուզում անդադ կրկնվել մրցույթներ, համերգներ, թե այստեղ, թե արտերկրում, միջազգային մրցույթների եմ նաև մասնակցել, 10 տարեկան էի, քայլերս արել եմ եւ մինչեւ այսօր այն որ աշխատում եմ իմ ժողովրդի համար, ինձ սիրողների համար։ Ինչպես ասացիք, ձեր առաջին ուսուցիչը եղել է Նաջեզա Սարգսյանը, կա որևիցե դաս, որը ձեզ տվել է, որ մինչև օրս օգնում է ձեզ։ Արևիկից հետո այո եղել է հենց Նաջեզա Սարգսյանը, որտեղ հաճախել եմ եւ այո շատ բաներ է ինձ տվել եւ խորհուրդներ եւ խրատներ եւ չգիտեմ ես հպարտ եմ եղել որ ունեցել եմ այդպիսի ուսուցչուհի լավ ընկեր ամենակարևորը ու Նադյան այնպիսի մի տեսակ է եղել որ ինքը իրանից հաստատ չի կրկնվի նույնը չի լինի ու իր այդ անկեղծությունը པարզ լինելը ճիշտ մարդու դեմքին արտահայտելը ես շատ սիրում եմ նման մարդկանց ու ինձ ասում էր երեխեք ջան չկա տենց բան որ դուք չանեք մի ասեք չեմ ուզում ասեք չեմ կարող բայց մի ասեք չեմ ուզում ամեն ինչ կարող եք այս կյանքում անել ու ես միջև այսօր նրան հիշում եմ միշտ բոլոր հաղորդումներում հիշատակում եմ բնականաբար ու ուրախ եմ հպարտ եմ որ նա ինձ դասավանդել է կրթել է եւ իմ քայլերը արել եմ հենց Արևիկից այնուհետեւ Դորեմից եւ կայացել եմ արդեն որպես Սոնա Շալկերձյան շատ պահանջկոտ է եղել խիստ է եղել անգամ որ բղավում էր հաճելի էր այդ ամեն ինչը լսելը մենք նրանցից չնայինք չէինք վախում քաշվում դե բնականաբար հարգում էինք որպես ես իմ տեսակետից եմ խոսում բայց պահանջկոտ է եղել խիստ որ չգիտեմ ուզեցելա որ մենք հասնենք մեր նպատակին այսինքն եթե դու երգում ես ու իր ամուսինը մեր սիրելի Դավիթը միշտ ասում էր որ Սոնան հենց չգիտեմ լավ երգչուհի է Աստծո տված ուղղակի պետքա աշխատասեր լինես ավելի աշխատանքներ տարվեն որպեսզի էլ ավելի դու կարողանաս այս չգիտեմ ասպարեզում առաջ գնալ դժվար ասպարեզում առաջ գնալ ու մինչ այսօր այդ խոսքերը ես հիշում եմ լսում եմ ու նաև շատ հպարտ եմ ես չեմ մոռանում երբեք ովքեր ինձ համար թեկուզ մի փոքր բան են արել ես չեմ մոռանում միշտ դա հիշատակում եմ
Դուք առաջին հաղթողն եք, ով եռագույնը ծածանեց 2010 թվականին Նորալիքում, այո։ Ինչ տվեց դա ձեզ։ Միջազգային ճանաչում տվեց, բայց ինչ ապրումներ ունեցաք, ինչ վերադառնալով հայրենիք, ինչ եղավ, ինչ դրանից հետո ինչ սպասելիք, հա, ինչ եղավ այդ։ Չգիտեմ, այնքան լավ հարցեր եք հղում մեկը մեկից, ասեմ, որ ինձ համար Նորալիքը բացահայտություն էր, մի այլ կյանք էր, ու ես հիմա անկեղծ եմ ասում կուզենայի հետ տայի այդ ժամանակահատվածը, նորից մասնակցեի այդ մրցույթին ու տեսնեի էս ոնց կլինի այդ, չգիտեմ, իմ մասնակցությունը որպես երգչուհի, որպես այո իմ Հայաստանը ներկայացնող ամենակարևորը, բայց ցավոք չենք կարող ժամանակը հետ տալ, ինչքան էլ որ ուզենանք, ցավալի է բնականաբար, հիշողություններով պետք է ապրենք։ Ես, չգիտեմ, ինձ համար մի ուրիշ աշխարհ էր, մի ուրիշ կյանք էր, մինչ այսօր հիշում եմ իմ ընկերներին, մինչ այսօր հիշում եմ այդ փորձերը, մինչ այսօր հիշում եմ այդ դժվարությունները, որ ես մենակս մասնակցեցի, ես ճիշտն ասած չէի ուզում մասնակցեի այդ մրցույթին, քանի որ ես միշտ սիրել եմ արդարության կողմնակից եմ եղել, միշտ արդար մարդկանց ու արդարությունն եմ միշտ գնահատել մարդու մեջ։ Ես ասեցի մամ ջան, կարողա ես այնպես լինի, որ այնպես անեմ, որ ես չմասնակցեմ։ Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում, եւ մոր եղբայրս իմ հայտնի ֆուտբոլիստ Արմեն Շարգելձյանը ասեց պետքա անպայման դու մասնակցես։ Ինձանից թաքուն լրացրել են հայտերը եւ ինձ զանգարում են, ասում են, որ Սոնա ջան, դու պետքա երգես, անցնես փուլեր, ու ես չգիտեմ անկեղծ չգիտեմ, միգուցե մարդիկ կան, որ իրանք իմանում են, որ հաղթելու են կամ որևէ մրցանակներ են ստանալու, բայց իմ պարագայում այդպես չի եղել։ Ես չեմ սպասել դրան եւ իհարկե մասնակցեցի, եկան պրոֆեսիոնալ երգիչ երգչուհիներ, այսինքն այդ ժյուրի անդամներ, պրոդյուսերներ, ռեժիսորներ եկան, որպեսզի մեզ լսեն։ Ես մասնակցեցի եւ ես եւ մեկ էլի տաղանդավոր երգչուհի մեկնեցինք արդեն Մոսկվա։ Իմ ճանապարհը շատ դժվար է եղել։ Ես միանգամից այստեղից չեմ գնացել Նորալիկ մրցույթի մասնակցել եւ հաղթել եւ այլն։ Ես այդ փորձությունները դժվարությամբ եմ անցել, այդքան լինելով էլի միգուցե տաղանդավոր լավ երգչուհի, պայքարող, ուժեղ, մասնակցեցինք Մոսկվայում, ես ընտրվեցի, ես տարբեր ոճերի երգեր երգեցի այնտեղ, կենթանի հնչողությամբ բնականաբար չես կարող առանց կենթանի այնտեղ երգել, պետքա դա այդ հիմքը կա ու շատ ողջունելի է, որպեսզի քեզ ավելի ճիշտ ճանաչեն, ճիշտ լսեն, դու ինչ ունակություններ ունես։ Եվ ամենակարևորը դերասանականներն էր։ Մենակ երգչուհին ինձ համար երգչուհի չի, պետք է նա նաև լինի բեմի արտիստ, կարողանա լավ շարժվել, լինի անկեղծ, իմ բառն է, դա ես միշտ եմ ասում, իշինցու ձևական բաներ նրանք չեն սիրում, ոնց կա, քեզ սիրում են։ Այո, իրանք այդ այդպիսին են, որի համար ես շատ ուրախ էի եւ այդտեղ երգեցի մի քանի գեղեցիկ կատարումներ, իմ երգերից երգեցի, միջազգային հիթեր երգեցի, տարբեր, ու ես ընտրվեցի, որ ես հենց պետքա արդեն ներկայացնեմ Սիրած երգնել երգեցի։ Կորուսթե Գանձը, այո, ես հենց այդ երրորդ օրն էլ հենց այդ երգով հաղթանակ բերեցի իմ հայրենիք, որի համար ես իրոք մինչ այսօր անցել է բավականին են տարիներ, բայց դա հիշվում է, մինչ այսօր ես հպարտ եմ, ուրախ եմ։ Ես այդ տարիներին հիշում եմ, ես հետևում էի ու հիշում եմ մի բան էր իմ մեջ, սենց կարելի ասել սենց ինչը դուրս չէր եկել, միանգամից այդ ասեմ, էլի։ Ուրեմն դուք բարձրացրեցիք եռագույնը, առաջինն էիք։ Ու այդտեղ մեր հայ ժողովուրդը, երբ որ պետք էր ուրախանար ու բոլորին ասեր, որ նայեք մեր հայրն է հաղթել է, այդտեղ քննարկում էին ձեր հագուստը եւ քննարկում էին ձեր ռուսերենի խոսածը։ Այն պարագայում, երբ որ պետք է կանգնեին բոլորը ասեին, որ բայց խի պիտի մեր հայրեն պիտի խոսա։ Ու իմ համար այդ բանը, ոնց դուք հաղթահարեցիք։ Ես ես մի բան ասեմ, ես չեմ նկատել, որ իմ հագուստից ինչ որ մեկը կոնկրետ տվյալ պահին խոսեր, որովհետև ես ընդեղ այնպես պրոֆեսիոնալ մարդիկ են, մարդկանց կերպարները կերտել ու ասում են Սոնա, շատ սիրուն ես այդ գլխի, նախ ասեմ, որ առաջ անգամ այդ գլխի աքսեսուարները ես ինքս եմ արել, դա թող չասեն, որ միգուցե շատ մարդիկ նաև վերցրել են այդ ամեն ինչը, դա իմն է հենց եղել։ Այդ գլխի այդ գեղեցիկ, այդ որ եղել է, այդ ամեն ինչ, այդ կերպարը, այդ հագուստները պրոֆեսիոնալ մարդկանց կողմից է եղել։ Քննարկողները պետքա լինեն պարապ մարդիկ, ինձ թվում է, մի տենց մի հատ կետ փոքրիկ սենց խումբ կա ու ժողովուրդը չի նստելու քննարկի։ Գիտեմ ովքեր են քննարկել, բնականաբար։ Ես օրինակ կուրախանամ մարդկանց հաջողությունների համար, կուրախանամ մարդկանց հաղթանակների համար։ Երբ որ մարդիկ հաղթում են, ես իմ սոցցանցերում տեղադրում եմ, շնորհավորում եմ, ինչը չեն անի նրանք բնականաբար, որտեղ այդ արդեն խոսում է չարությունից, նախանձությունից ու ի տարբերություն իրանց սիրելիս ես ընդհանրապես չեմ սիրում fake
էջերով ինչ որ մի բան գրել, գիտես, ինչքան fake էջեր կան, եթե ես մի բան ուզենամ գրել կամ ինչ որ մեկը մի բան ուզենա գրել, իր էջով կգրի, կարող է գրել։ Գիտեք ինչ, առողջ քննադատություն էլ կարող է լինի, բոլորը չեն սիրում, բայց ես չեմ սպասում ինչ որ մեկը, որ ինձ սիրի, որովհետև ես ունեմ հզոր բանակ, ինձ շատ սիրողներ կան, հարգողներ կան, ամենակարևորը, ես չեմ սպասում, որ պետքա բոլորը ինձ բնականաբար սիրեն, ոչ, կամ չսիրեն։ Այդպիսի բան չի լինում։ Իսկ այդ պարագայում ուժեղ կնոջ բանաձևը ձեր համար միշտ առաջ, արհամարանք ամենամեծ զենքն է մարդու համար։ Ես առաջ այդպես չէի անում, բայց հիմա տարիքը արդեն իրանն ասում է եւ փոխվում է, սիրելիս, եւ Իզա ջան, ուզում եմ ասել, որ այդ ժամանակ գիտեք ինչ, ռուսերենը ես ռուսերեն խոսալը ամուր չի, որ դու ռուսերեն չի միանշանակ, դա կապ չունի, դու գրագետ ես, գրագետ չես, քո պատմությունը գիտես եւ այլն։ Այնքան մարդիկ կա, որ չեն կարողանում խոսալ, բայց ինձ չեն վերաբերում, դա ինձ չի վերաբերում, լավ մարդիկ են, լավ գործեր են անում, լավ ընտանիքից են, շնորհքով են, շնորհալի են, պարտադիր չի դու իմանաս։ Օրինակ իմ մայրիկը շատ լավ տիրապետում է ռուսերեն լեզվի, ես կարող եմ միգուցե թերանամ, դա պարտավորություն չի։ Ճիշտ է, ինչքան լեզու իմանաս, այնքան էլ ավելի կարևոր է, մարդ ես, բայց ես դրանով չեմ առաջնորդվում։ Մարդ տեսակը եթե չեղավ մարդու մեջ այդ տաղանդը, ինչ ուզում ես արա, ուզում ես սովորի, մի սովորում, ապետ որ մարդիկ տարբեր լեզուներ գիտեն, բայց ոչ մարդ են էությամբ, ոչ էլ մի լավ գործ անում են իր երկրի համար։ Եվ ես կարծում եմ, որ այդ իմ կերպարները բոլորն էլ ստացված են եղել, շատ գեղեցիկ, որովհետև երեքորն էլ երգել եմ դժվար երգեր, մեկ երգ չեմ երգել ու ես եմ իմ երգերը ընտրել ու չի փոխվել։ Ռեժիսորը ասաց, որ դու ինչ ընտրել ես, քո երգերը մնալու է այդպեսին, ինչպեսին կա, ու ես դրա համար էլ եմ շատ ուրախ, ես եղել եմ շատ պարտաճանաչ, եթե այնտեղ ուշանաս, դու կարող ես այդ մրցույթին նաև չմասնակցես։ Նաև շատ նիհարել էի ես այնտեղ, շատ էի աշխատում, հաց չէի շատ ուտում, որ ես ասել էի, որ գնում եմ, ես պետքա հաղթեմ, ես չեմ ուզում մասնակցեմ։ Ես պետքա կամ հաղթեմ, կամ երկրորդ, երրորդ տեղ չեմ ուզում այդ դժվարին մրցույթին։ Ու ասեմ, որ այդ ժամանակ այդ տարին շատ դժվար էր, լավ երգիչներ կային, շատ լավ երգիչներ կային, այն որ մրցակցությունը շատ դժվար էր։ Եվ այդ հոյաները իմ ձայնը որ հոյե կոմբեյո, դա սաղ իմն է, ես եմ որոշել բեմում ինչ անեմ, ոնց ինձ պահեմ։ Խոսենք մի քիչ երգերից։ Այո։ Ինչպես եք ընտրում ձեր երգերի թեմատիկան։ Ձեր անձնական կյանքից, թե նայում եք օրինակ ինչն է հիմա ավելի ակտուալ, պոպուլար, այդ հենց այդպես երգը ստեղծում եք։ Եվ այն, չեմ խափի, բայց ես երգերը ստեղծում եմ, ես հենց ինքս եմ որոշում ինչ երգ երգեմ։ Այսինքն լինում են երգեր, որ ինձ համար հատուկ գրված են արդեն նախապես լինում, ես ուղղակի այդ երգը վերցնում եմ, գործիքավորում եմ պրոֆեսիոնալ մարդկանց շնորհիվ, խոսքերը գեղեցիկ գրվում է եւ երգում եմ։ Կա որ խոսքերն են առաջի լինում, հետո արդեն երաժշտությունն է դրան համահունչ պետք։ Ես չեմ շարժվում տրենդներին, թող ինձ ներեն, իմ համար տրենդը իմ տեսակն է, իմ միտքն է, իմ մտածելակերպն է, ինչ ինձ կսազի, ինչի մեջ ես կոմֆորտ կզգամ, ինչը որ տրենդային ինչ որ բաներ ես չեմ ընդունում, որովհետեւ դու պետքա քո ձեռագիր ունենաս, ես համարում եմ ինձ այն երգչուհին, գովաբանություն չլինի, որ ես կարողանում եմ ամեն ինչ երգել, դասական, ժողովրդական, փոփ, սոուլ, ջազ, հոգևոր երաժշտություն, ֆոլք, ես ինչ ուզենամ կերգեմ եւ գիտեք որ մեր հասարակությունն էլ սիրում են տարբեր, չէ, ոճային լսում են տարբեր ոճերի երգեր ու ես փորձում եմ դրանով ոնց որ առանձնանալ եւ ասում են ինչ դու երգում ես, ինչ տալիս ես, հանդիսատեսը վերցնում է։ Դու պետքա ինքդ թելադրես ճաշակ հանդիսատեսին։ Հանդիսատեսը քեզ երբեք պետքա ճաշակ չթելադրի, տրենդային ինչ-որ բաներ, դա իմը չի, ես չեմ սիրում, ես ոնց կամ, դու շատ լավ գիտես, մենք մտերիմ ենք նաեւ շատ Եվ երգերս ընտրում եմ ես, եւ լինում են թե կոմերցիոն երգեր են լինում, հիթային այդպես շեշտեմ, եւ նաեւ լինում են, որ լինում է շատ բովանդակալից, մնայուն արժեքներով ստեղծագործություններ, որ հավերժ մնում են այդ երգերը։ Օրինակ մի երգ ունես, որովհետև ես չեմ կարող առանց քեզ, սերը իմ ու քո, եթե հրաշք չէր ինչ է, կյանքներու ամեն ինչ էր, այդ երգն էլ այդ իմ ամենասիրած երգերից է, դա կարող եմ իմ հավերժություն, որովհետև, չգիտեմ, կորուստ է գանց, դեպի երկինք, այնքան շատ երգեր ունեմ, որ տարբեր են, իրանք տարբեր են, տարբեր մարդիկ կլսեն,
Գիտեք, օրինակ լինում են առիթներ, թեկուզ լինում են օրինակ համերգներ, բարեգործական շատ եմ մասնակցում, որ ես խոսափողը վերցնում եմ եւ կենթանի երգում եմ, ես դրա խնդիրը չունեմ։ Ուզում եմ խոսափողը վատը լինի, երաժշտությունը ցածր լինի ու երբեմն այնպիսի երգեր համաշխարհային երգացանկից, որ բոլորը ծափահարում են, այսինքն կապ չունի դու ինչ ես երգում, պարտադիր չի երգես այդ կներեք 6-8 ռիթմա, ես էլ ունեմ 6-8-ի այդ ռիթմային չափով գեղեցիկ հարսանեկան երգեր, որը ինքնա առաջին դեմայո արել։ Այո, բայց դա չափ է, 5-8 կարող ես երգել, տարբեր չափեր կան, բայց պետքա ճաշակով մատուցես, ինչ կարի, ինչ տարբերություն։ Ես չեմ նայում այդ ինչ որ պետքա ինձ անպայման շատ դիտեն, դիտելիություն ապահովեմ, այդ շատ չէ, ես նայում եմ ինչ գործ եմ անում, մարդիկ էլ ճանաչում են, այո, որակյալ սիրում են, ես մարդկանցից չեմ որ նոր պետքա առաջ գնամ, նոր պետքա սիրվեմ, ճանաչվեմ, միգուցե։ Համաձայն եմ ձեզ հետ։ Քանի անգամ մենակ հայկական դրոշը բարձրացնել է, այդ ամեն ինչ արժի։ Իսկապես, որովհետև դա գնահատելի է։ Գեղեցիկ հաղորդման համար ճիշտ խոսքերի, ճիշտ հարցերի։ Ինչպես եք համադրում մայր լինելը, ստեղծագործելը եւ հանրային գործունեությունը։ Շատ դժվար է, շատ բարդ է, բայց ես կարողանում եմ այդ ամեն ինչը համադրել։ Եթե սիրով ես անում, եթե դու ուզում ես անել մի բան եւ դու չես անում ուղղակի որ միայն գումար վաստակես, դու քո աշխատանքն ես անում ճիշտ ձևով, դու կարող ես ամեն ինչ էլ հասնել քեզանով, եթե նպատակ ունես։ Ես երազանքներ չունեմ, ես նպատակներ ունեմ, դրանք իմ քիչի համար այլ են, այլ տարբերակներ են։ Ես ինչ ցանկանում եմ, եթե ասում եմ այս երգը պետքա ես երգեմ, տեսալովակ ունենա կամ այստեղ ես մասնակցեմ, ես դա կարողանում եմ անել։ Իմ մեջ այդ ամեն ինչը ոնց որ ուժ եմ տալիս, ինչքան էլ լինի խոչընդոտներ, լավ մարդկանց մոտ միշտ խոչընդոտները շատ լինում են։ Միանշանակ։ Վատերը բան չունեն անելու, չար մարդիկ բան չունեն անելու, բարակ պետքա ուղղակի իրանցով Դա ամեն մի լավ բանի դժվարությամբ ես հասնում։ Այո, ես ամեն մի լավ բանի շատ ճիշտ շեշտեցիք, դժվարությամբ ես ասում, դժվար էլ մնում է։ Բայց եթե դու քեզ անում են քո համար ինչ-որ մեկը կամ դու այդ անում ես, այդ արժեք չկա ու միանգամից դա արդեն արժեքազրկվում է։ Ինչքանով տեղեկացված եմ, վոկալի ստուդիա եք բացել։ Այո, դպրոց եմ բացել։ Մի քանի ամիս առաջ եմ բացել։ Օրինակ ես հիմա մեր հեռուստադիտողների համար էլ դա կլինի նորույթ, որովհետև չգիտեն, թող համենան եւ գան սովորեն ինչու ոչ ապագայում լավ երաժշտություն, լավ երաժիշտներ ունենանք եւ ինչու ոչ հենց այդ եմ ասում, ինչու ոչ նորից ծածանվի մեր երաժշտությունը։ Այո, ինչու ոչ, ես շատ ուրախ կլինեմ, հպարտ կլինեմ, կօգնեմ, նաեւ պրոդյուսինգով եմ զբաղվում ու ես էլ եմ կրկնում, դա միայն գումարի միջոց չի, որտեվ ես ինքս երգում եմ, ես իմ քրտնիքով աշխատում եմ, ես իմ ունեմ այդ ամեն ինչը, ինչին որ հասել եմ շատ դժվարին ու պահել եմ այդ ամեն ինչը, բայց դա ես անում եմ, որը որ սիրում եմ, այսինքն ես վոկալ այդ դպրոցը սիրում եմ, դա իմն է։ Իդեպ ասեմ, որ ես ինքս եմ հենց կրթում, ես եմ նվագում, ես եմ վարժություններն անում, ինչ որ մասնագետ որպես ես եմ դա անում ու շատ դժվար է։ Դու այդ ամեն ինչը դու անես, այդ էմոցիան տաս, էներգիա տաս, բայց ես անում եմ դա սիրով, ձևականորեն չի։ Կա նաև on-line եմ պարապում, շատ աղանդավոր բալիկներ կան, որ շատ հիմա լավ երգում են, ինձ լսում են, ինձ սիրում են, հարգում են, ամենակարևորը ու ես նրանց հետ բացի որ դասատու եմ, Սոնա Շարգելձյան երգչի, ես մարդ տեսակ եմ։ Ես բոլորին ուզում եմ բոլորի համար լավ լինի, այսինքն մենակ ինձ համար չլինի։ Ես մտնում եմ այդ մարդու երախու դրության մեջ, չեմ ուզում իրան ինչ որ վատով ասել կամ բարկանալ, չէ, բայց պահանջկոտ եմ։ Կամ պետքա սովորել, եթե դու ունես նպատակ, ամեն մեկը մի նպատակ ունի, կամ չես սովորում, վերջ։ Ովքեր որ կցանկանան կարող են գան, ես սիրով պատրաստ եմ օգնել մարդկանց։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ուզում են ստեղծել ինքնուրույն կարիերա, ընտանիք, միառժամանակ։ Խորհուրդ կտամ, որ պետքա պայքարեն, ուժեղ գտնվեն, մարդիկ կան, որ ցանկանում են, բայց մի քիչ փխրուն են, չեն կարողանում։ Ես բոլոր մարդկանց հասկանում եմ։ Մարդիկ կան, նայեք, գումար ունեն, գումարի խնդիր չունեն, բայց իրանք չեն կարող էլ այդ քայլերն անեն։ Դա էլ կա։ Ես խորհուրդ կտամ, որ միշտ մարդ իր վրա հույսը դնի, միշտ առաջ գնա, եթե ունի տաղանդ, շնորհ, Աստծո տված, կապ չունի կերքես, ինչ բնագավառ էլ որ կընտրես։ Միշտ առաջ գնա, ինքնուրույն շատ կարևոր է։ Ես ողջունում եմ, ինձ համար դա հպարտություն է, որ մարդ իր տեսակով հասնում է այդ կետին։ Ես շատ ուրախանում եմ, ողջունելի է։ Ես չեմ նախանձում, չեմ չարանում։ Այդ չարանալու եւ չնախանձելու հետ մեկտեղ մի հատ հաջորդ հարցն եմ տալի։ Տարիներ առաջ մի հաղորդման ժամանակ դուք ասել եք, որ ոչ բոլորի հետ կերքեմ։
ում հետ չեք երգի եւ ում հետ կուզենայիք երգել։ Նայեք, շատ ճիշտ եք ասում։ Ես ձեր բոլոր հարցերին սիրով եմ պատասխանում ու կարևոր անկեղծ, ինչպեսին որ ես կամ որպես Սոնա Շարգելյան, մարդ տեսակ, ես այդպիսի մարդիկ չկան, որ ինչ-որ մեկի հետ կուզե չցանկանամ երգել, տենց անուններ չկան, որ հատուկ, բայց ես ուղղակի դախի եմ շեշտել, ինչու եմ ասել, այնպիսի մարդ պետք է լինի, որ ինձ համարժեք լինի։ Նույնն էլ ես նրան համարժեք լինեմ։ Եթե դու լինեիր երգչուհի կամ դերասանուհի, դե բնականաբար շատ տեղերում խաղացել ես, շատ բաներ լավ գիտես, այդ ամեն ինչը։ Ուզում ասել, դու ամեն մեկի հետ, եթե դու լավն ես, իհարկե, դա ինչ չէ այդ ամենը թողից չպատկանի քեզ։ Դու ամեն մեկի հետ կխաղայր, կամ ասենք ամեն մեկի հետ կընտրեիր քեզ ընկեր, կամ ասենք կերգեր, նույնն էլ ես։ Եթե քեզ գնահատում ես, հարգում ես, սիրում ես, կուզենաս, չէ, հանուն փողի չես անի, բայց մարդիկ կան, որ հանուն փողի իրանք անում են, իրանց անունը գցում են, դա շատ վատ է, որ դու հանուն փողի այդ ամեն ինչի գնաս, ոչ, դու պետքա քեզ հարգես, գնահատես, պահես այդ լեվելը, ճիշտ եմ ասում, որակը, դու ամեն ինչը գումարի չես անի, հիմա շատ մարդիկ կան, որ ասում են, Սոնա ջան, մենք գումար տանք, քեզ հետ երգենք, չէ, ես չեմ արել, ես կարող եի անել, չէ, մեծ գումարներ, կարևորը գումարը չի, այդ փողը չի։ Դա ավելի շատ կարևոր արժեքներ կան ու ամեն երգել չեմ երգի։ Դուք տեսել եք, ես կարողա մարդ լինի, ասի Սոնա ջան, գրում եմ, խնդրում եմ, կերգես այս երգը, գումարը տալիս եմ, չէ, ես չեմ երգի։ Ես այդ պահում եմ այդ ամեն ինչը։ Եթե չպահես, լավ չի լինի։ Ես իմ տեսակետից եմ խոսում, ոչ մեկի ոչ փնովում եմ, ոչ վիրավորում եմ, ոչ ինչ-որ վատաբանում եմ, ու ես էլ եմ ասել, երգիչներ կան, որ իհարկե ես այդ մարդկանց հետ չեմ երգի, ոչ համ որ միգուցե ձայն չունեն, ինչու չասեմ, միգուցե այդքան իրանք ճանապարհը չեն անցել, չեն հարթել, լավ երգեր չեն երգել։ Ռաբիս լինի, օրինակ։ Ռաբիս ում հետ, եթե լավ ռաբիս լինի, կերգեմ։ Եթե բայց լավ ճաշակով ռաբիս լինի, ինչու ոչ։ Ռաբիսը ընդհանրապես կապ չունի վատ երաժշտության կամ լավ երաժշտության հետ։ Ես կարողա դու նենց ռաբիս լինի, ինքը ճաշակով մատուցես, երգիչներ մենք ունենք, որ դա հենց իրանց ոճն է, բայց հիմա բոլոր էստրադայի երգիչները, ոչ բոլորը, իհարկե, վերցնում են այդ ռաբիսը երգում են, ինչու՞։ Թող չերգեն։ Ռաբիսն է, այդ մարդիկ իրանց գործը շատ լավ են անում, կարևորը կենթանի են երգում, ինձ համար շատ դա ողջունելի է, թե ամեն մեկը իր ոճն է անում։ Պետք է ամեն ինչը լսես, ամեն ինչի լավը գնահատես, ամեն ինչը որ թե դու լավ անես, կապ չունի, ուզում ես երգի ջազ, մարդկա ջազ երգում է, բայց ընդհանրապես երգել չգիտի։ Այսօր ով կներեք խոսափողը վերցնում է, ես դրա համար եմ այդ իմ ասել, որ մարդկանց իմ սիրելի հանդիսատեսին հասկանալի թվա, ով վերցնում է միկրոֆոնը, խոսափողը ներողություն երգում է։ Կամ դերասանուհի է, կամ վարտես չի լինում։ Տես չի լինում։ Պետք է լինի լավն էլ, վատն էլ, որ համեմատես, բայց վատը այնքան շատ է, որ լավին փագում է։ Եկեք ճիշտ խոսենք, որ այդ ամեն մեկը պետք է իր գործը անի։ Պետք է ճիշտ ներկայացնի իր գործը անի։ Եթե մենք ամեն մեկս մեր գործը անենք, մենք կհասնենք շատ լավ քայլերի, շատ լավ նպատակների։ Օրինակ ես հիշում եմ տարիներ առաջ մարդը բագաժ էր ունենում, որ դառնար հայտնի, իսկ հիմա ուղղակի տեսալովակ մի հատ ուղղակի երգ վերջ հայտնի ես։ Չէ, երգ չէ, ուղղակի մի հատ հատված եւ TikTok-ում եւ արդեն դու հայտնի ես։ Բայց ինչով ես հայտնի։ Շատ կարևոր հարց տվեցիք, ինչով ամեն մեկը ինչ որ մի բան հայտնի, Իզա ջան ու կարևորը որ դու քո գործը լավ անես։ Մեկ իր ձայնով է հայտնի, մեկ ուրիշ բաներով է հայտնի, ամեն մեկը ունի իր որոշման կետը, որոշումը, իհա բնականաբար, բայց հանդիսատեսը շատ լավ դա հասկանում է, անցալում է։ Դե տարբեր է մեր հանդիսատեսը։ Կա փոքրիկ երեխաներ, որ սիրում են այդ տեսակը, մեծահասակները չեն սիրելու։ Տարբեր է, տարբեր, դրա համար ամեն մեկը մեկին չի կարա սիրի կամ սիրի, դա նորմալ է, բայց կարևորը որ ժողովուրդը գնահատի, սիրի տվյալ մարդուն, հարգի սիրի, դա է ամենակարևորը, որտեղ մենք ես օրինակ երգում եմ իմ հանդիսատեսի համար, իմ հայ ժողովրդի համար, թե կլեմ այստեղ, թե արտերկրում։ Հենց ձեզ սիրող Նրանց շնորհիվ ենք մենք կայացել։ Ես կոնկրետ ես իմ տեսակետից եմ խոսում, տեսակետից։ Իսկ հենց այդ ձեզ սիրող, հետևող երկրպագուների համար մոտակայքում մենահամերգ սպասվում է։ Իհարկե սպասվում է։ Ես իդեպ նշեմ, որ նախորդ տարի մեկ գեղեցիկ տեսալովակ երգ ներկայացրեցի Իզուրեի, չգիտեմ լսել ես թե չէ, դա էլ հաստատ կսիրես, այդ ոճային երգը։ Եվ ասեմ, որ ձուկ երգ եմ 2026 թվականին մի քանի օր առաջ ունեցա պրեմիերա դասական երգչի հետ։ Տես տարբերվող, գեղեցիկ, իհարկե կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն էր,
շատ լավ աշխատակազմ, հիանալի, ճաշակով, մնայուն ստեղծագործություն, որի համար ես հպարտ եմ, ուրախ եմ ու հասկացող մարդը հաստատ կհասկանա, ու մենք այդ երգով, այդ ստեղծագործությունով ուզում ենք մասնակցել մրցույթի, այլ միջազգային արդեն հարթակների, որը բնականաբար կլինի։ Տղան էլ շատ տաղանդավոր, շատ գեղեցիկ ձայն ունի, երգում եմ նրա հետ գեղեցիկ երգ, ինքը դասական օպերային, ես էստրադա, այդպիսի բան կարծում եմ այստեղ չէր եղել ու ես սիրով եմ այդ ստեղծագործությունը արել, այսինքն ես չեմ նայել ինձ որքան կդիտեն, որքան կլցնեն, այդ վյուները ինձ դա նորմալ չի, դա ես նորմալ չեմ համարում, կարևորը որ որակյալ աշխատանք եմ ներկայացրել, տարբերվող։ Եվ նույնը ձեզ սիրող հանդիսատես։ Այո, կլսի, չսիրեն չեն լսի, դրանով ես չեմ ճանաչվում, սիրվում, նոր, այսինքն անցել եմ մեծ, էլի եմ ասում, ճանապարհ, ես նկարագրեցի, դու ինքդ գիտես, ես մեծ ճանապարհ, եւ մենահամերգ կունենամ։ Եթե այս տարի չլինի, մյուս տարի կլինի, շատ անակնկալներ ունեմ։ Բայց սպասվելու է։ Շատ անակնկալներ ունեմ, ուղղակի կուզենամ, որ ոչ մի վատ բան չլինի մեր երկրի հետ կապված, մարդիկ լավ ապրեն, խաղաղ լինի, չգիտեմ, եթե ինչ-որ մի բան լսում եմ, մեկի կորուստը կամ չգիտեմ, ճանաչում եմ, ես շատ ցավ եմ ապրում ու չեմ ուզում էլ ոչ մի գործունեություն, անկեղծ եմ ասում, ոչ մի գործ չանել։ Ուզում եմ, չգիտեմ, նման վատ բաներ չլսենք, շատ ենք լսում, այն որ ցավ ենք ապրում, ուզում եմ բոլորը լավ ապրեն, երջանիկ, ուրախ, միշտ չպտան։ Շնորհակալ եմ, հարցաշարայսկաններ, բայց մենք ունենք նաև բլից։ Այո։ Եվ հետևյալն է առաջին հարցը։ Որն է կնոջ առաքելությունը։ Հանդուրժողականությունը։ Դա ինձ համար առաքելություն է։ Եթե կինը հանդուրժող եղավ, մի քիչ ավելի, չեմ ասում համեստ, չպատասխանեց, մի քիչ զիջեց, դա առաքելություն է ինձ համար։ Իսկ դուք հանդուրժող եք։ Այո, որոշ տեղերում, այո, շատ։ Դուք էսպես ինձ մի նայեք, ես կարողա լինեմ շատ կրակոտ, սենց ասեն ավելի սենց ջղայն, մի քիչ ջղայն եմ, բան չէ, ընդհանրապես։ Իր տեսակն է սենց։ Ես շատ փխրուն եմ նաև եւ շատ հանդուրժող եմ, շատ հարցերում։ Կարող է այդ ամեն բեռը ինձ վրա վերցնել, որ բոլորի համար լավ լինի։ Ես այդպիսի մարդ եմ, այդպիսի ընկեր եմ։ Միայն իմ մասին չեմ մտածում ու ոնց որ բոլորի համար ուզում եմ լավ լինի, վերջում նոր իմ համար։ Ինքներդ ձեզ ինչ երևույթի հետ եք ասոցացնում։ Ես շատ երևույթներ կան, որ կարող եմ ասոցացնել։ Տիեզերքի։ Այո։ Ոչ։ Մեկ օրով, որ պատմական կնոջ կյանքով կուզենայիք ապրել։ Շատ լավ հարցեր, շատ սիրուն, գեղեցիկ, Սոսե Մայրիկի, Փարանձեմ Թագուհու, կուզենայի այդ դարաշրջանում լինեի, ինչու ոչ։ Տեսնեի այդ ամեն ինչը, մեկ օրով ընդհանրապես չէի ուզենա, ճիշտ է, հարցը այդպիսին է, բայց կուզենայի մի քիչ երկար։ Ես ինչու եմ ասում մեր հայկական մեր պատմությունից ելնելով, որտեղ մենք հայ ենք, ես կան նաև Արտասամանյան շատ պատմական կին չէ, հերոսուհիներ, միգուցե, բայց ես ընտրեցի իմ հայկականը։ Այդ խոսում է ձեր հայրենասեր լինելուց։ Ձեր կյանքի կարգախոսը։ Միշտ առաջ չկոտրվել, միշտ առաջ գնալ ու մարդ մնալ, մեծատարով մարդ, որտեղ բոլոր կոչումները ինձ համար կարող են զրոյանալ, բայց մարդ տեսակ այդ մարդ կոչումը միշտ հավերժ մնա։ Շատ լավ։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև Ես սիրում եմ կյանքը, որովհետև սիրում եմ երգել, սիրում եմ ապրել, սիրում եմ մարդկանց լավություն անել ու ուզում եմ ապրել, ուղղակի չապրել, այսինքն մեկին օգուտ տալով ապրել։ Կյանքը այդպեսին եմ ես սիրում, իմ շրջապատում, որ բոլորը լավ իրանց զգան։ Միայն ինձ համար չեմ ապրում։ Ու առհասարակ ես կյանքը շատ եմ սիրում, որովհետև առանց երգել կյանք չկա, առանց կյանքել երգ չկա, երաժշտություն չկա ինձ համար։ Բացահայտեցինք շատ բարի Սոնա Շարգելձյանին եւ այսպիսին էր մեր հարցեր։ Շնորհակալ եմ շատ հրավերից ընդունելու համար։ Ձեր հաղորդումները միշտ դիտում եմ, ձեր աշխատակազմին, տնօրինությանը շնորհակալ եմ միշտ լավ հաղորդումների համար։ Քեզ եմ շատ սիրում։ Փոխադարձ որպես բարի, հմայիչ, գեղեցկուհի, շատ լավ անցավ մեր հաղորդումը, ես շատ գոհ եմ եւ խորհուրդ եմ տալի միշտ դիտել։ Շնորհակալ եմ շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ առաքելությամբ կինը հաղորդումն էր եւ մեր հյուրը Սոնա Շարգելձյանը։